Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը, մասնավորապես խոշոր խմբաքանակների հայտնաբերումն ու իրացման շղթաների խափանումը ներքին գործերի նախարարության գործունեության առանցքում է։ Այդ ուղղությամբ ոստիկանությունը պարբերաբար իրականացնում է օպերատիվ հետախուզական թիրախային միջոցառումներ եւ համալիր գործողություններ։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մի խումբ անձինք իրենց կողմից կառավարվող տելեգրամյան ալիքների միջոցով զբաղվում են թմրամիջոցների իրացմամբ։ Ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելով նույն բաժնի ծառայողները շուրջը հսկողություն եւ դարանակալներ են իրականացրել վերնշված օգտատերերի բնակության հասցեներում։ Քրեական ոստիկանների ձեռնարկած լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում նրանցից մեկը հայտնաբերվել, ձերբակալվել եւ տեղափոխվել է վարչություն։ Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշված քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են իրականացել մի շարք անձանց բնակության հասցեներում, որի արդյունքում տելեգրամյան օգտատերերից մեկի բնակության հասցեից հայտնաբերվել է 2 կիլոգրամ 610 գրամ ընդհանուր քաշով մետամֆետամին տեսակի թմրամիջոց, տարբեր անձանց բնակության հասցեներից հայտնաբերվել են մետամֆետամին տեսակի թմրամիջոցներ, կանեպի բույսեր, ինչպես նաև 8 միլիոն 170 հազար ՀՀ դրամ գումար եւ 4500 ԱՄՆ դոլար։ Հետագա միջոցառումների արդյունքում 7 անձ ձերբակալվել է, նախաքննությունը շարունակվում է։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է հասցեական պայքարը թմրամիջոցների անօրինական շրջանառության եւ դրանց տարածման ցանցերի չեզոքացման ուղղությամբ։